Բարի առավոտ, սիրելի հեռուստատորներ, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը, մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ հետևում եք մեր ծրագրին, իսկ մենք հետևում ենք ձեր տրամադրությանը։ Այս պահից տաղավարի ձեզ համար ողջույններ են ուղարկում Ջերմ Սուրենը եւ Ադրինեն, իսկ քիչ հետո մեզ արդեն կմիանա Սոնան, եւ մենք պատրաստ ենք ձեզ տալ այդ արևոտ ու լավ հնարավորության արևը։ Բարի առավոտ Սուրեն ջան, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին, ողջունում ենք, ասում ենք միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի մենք կարողանանք այս 2 ժամը ձեր տրամադրությունը բարձր պահել։ Այո, դրսում մռայլ անձրևոտ եղանակ է, բայց ինչպես նկատում եք, սա վերջին անձրևոտ օրն է, որովհետև հաջորդիվ արդեն մոտակա համենայն դեպս 10 օրը արևոտ է ու շատ պայծառ տրամադրությամբ է եղանակը, այնպես որ փորձենք այսօրն էլ միասին ճանապարհել էլի լավ ուրախ տրամադրությամբ եւ բնականաբար հասկանալով, որ քիչ հետո մեր եթերից հաստատ արևը ամբողջությամբ ձեզ կժպտա, որովհետև այսօր Ադրինե շատ գեղեցիկ տոն է, այսօր ընտանիքի միջազգային օրն է, ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը, սա ասել է Բալզակը եւ շատ էլ ճիշտ է ասել։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993 թվականին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես ընտանիքի միջազգային օր տոնել։ 2011-ի փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքով մայիսի 15-ն ամրագրել է որպես ընտանիքի օր։ Ընտանիքը մարդու կյանքում ամենակարևոր բաներից մեկն է, դա պետք չէ ապացուցել, երբ ընտանիքում ամեն ինչ խաղաղ է, բնականաբար քո տրամադրությունները լավ եւ հասկանում ես, որ քո սպասումները շատ ու շատ մեծ են։ Դա շատ կարևոր է, փորձենք ավելի ջերմ պահել մեր ընտանիքներում արևը լուսավորել եւ ժպիտը միշտ հենց ընտանիքի հիմքում պահել։ Իհարկե, ամենակարևորն է շնորհավոր բոլորիս, բոլոր ընտանիքներին եւ ոչ միայն ընտանիքը կարևոր է միայն մարդու համար, այլ հայրենիքի համար է կարևոր, պետության համար, ամբողջ պետությունը կառուցված է հենց լավ ընտանիքների հիման վրա։ Ես այդպես եմ կարծում, որովհետեւ հայրենիքը ինքը պետք է դառնա մի մեծ լավ ընտանիք։ Շատ լավ։ Իսկ հիմա նաև պիտի խոսեմ մի հրաշալի քաղաքի մասին, որը հիմնադրվել է 1905 թվականին, որտեղ ընտանիքով այդքան էլ ցանկալի չէ որ գնաք, բայց միևնույն է այնտեղ էլ է լավ տրամադրություն, խոսքը Լաս Վեգասի մասին է։ 1905 թվականին հիմնադրվել է Լաս Վեգաս քաղաքը։ Պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ստացել 1911 թվականին։ Համարվում է ժամանցային եւ խաղային բիզնեսի աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։ Քաղաքն ունի հայկական համայնք եւ եկեղեցի Սուրբ Կարապետը։ Ես եղել եմ Լաս Վեգասում, բայց ցավոք չեմ եղել հայկական եկեղեցիում, բայց հաջորդ անգամ անպայման սխալս կուղեմ եւ գնամ, բայց որ ինչ որ գրած են այստեղ, հա, զվարճանքի հրաշալի մեծ կենտրոն, դա ճիշտ է։ Անցնենք առաջ 1928 թվականին Ադրինե Խենթ ինքնաթիռ մուլտֆիլմում առաջին անգամ հանդես եկավ սիրված մուլտհերոսը, գիտես ով։ Միկի Մաուսը։ Այո, 1928-ից Միկի Մաուսը դարձավ մեր անբաժանելի մասը, իսկ այսօր արդեն դարձել է բրենդ խոշորագույն եւ դա նույնպես շատ լավ է։ Անցնենք առաջ։ 1940 թվականին ստեղծվեց McDonald's ընկերությունը։ Այն աշխարհի համբուրգերների ամենամեծ ռեստորանային ցանցն այն օրական ընդունում է 68 միլիոն հաճախորդ աշխարհի 119 երկրներից։ Փաստացիորեն հիմնադրվել է 1940 թվականին, երբ Ռիչարդ եւ Մորիս McDonald's-ները Սան Բեռնարդինո քաղաքում բացեցին արագ սննդի կետը։ Միամիտ ինչ որ բան բացեցին։ Այո, ճիշտ մարքեթինգի երևի արդյունքում ստանում են։ Երբես բացելու քոն Ադրինե ջան։ Տեսնենք։ Իմիջիալից մի բան ասեմ, երևի թե շեղվեմ նաև, մի քանի օր առաջ գնացի խանութ, վաճառողուհին ինձ շատ այսպես բարեհամբույր դիմավորեց եւ ասաց երբ եք բացելու ձեր այդ ռեստորանը, որովհետեւ ասաց ես գիտեմ, լսել եմ, որ դուք շատ ցանկանում եք, շատ ուզում եք որ այն իրականանա, այդ երազանքը, ասացի մեծ սիրով, քանի որ դուք եք քաջալերումից կփորձենք իրագործել։ Ես ուզում եմ գոնե 5 տարի հետո կարդամ, որ 2025 թվականին այսօրը բացվեց Ադրինեի մեծ հրաշալի ռեստորանը, որը դարձավ մեծ ցանց աշխարհում։ Տա Աստված։ Անպայման։ 1949 թվականի մայիսի 15-ին ծնվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը, սիրված արտիստին բոլորը միանշանակ ճանաչում են, որտեղ նա այնտեղ առողջ հումորն ու անսահման ծիծաղն է։ Աշոտ Ղազարյանը նկարահանվել է Հայ ֆիլմ կինոստուդիա եւ հայկական հեռուստատեսության մի շարք գեղարվեստական ֆիլմերում եւ հաղորդումներում մեծ վարպետին շնորհավորում ենք, անսահման առողջություն ենք մաղթում, որովհետեւ իհարկե դրամատրությամբ, որը վարակիչ է բոլորի համար, շարունակի հենց այդպես, մենք ձեզ շատ սիրում ենք եւ նաեւ անհամբեր սպասում ենք մեր տաղավարում։ Այո, շնորհավորում ենք եւ իսկապես ամենագլխավորը եւ կարևորը առողջություն ենք մաղթում։
Շարունակենք, այսօր նաև Հայաստանի Հանրության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանի ծննդյան օրն է, նա առավելապես հայտնի է հայրենասիրական կատարումների համար։ Ներսիկ Իսպիրյանն ավելի քան 30 հայրենասիրական, հեղափոխական, արցախյան ազատամարտին ու մարտիկների նվիրված երգերի հեղինակ է։ Վերամշակել է նաև հին աշուղական երգեր, համերգներով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, իսկ վերջերս էլ նաև մեր հյուրն էր։ Այո, ճիշտ է։ Շնորհավորում ենք էլի արտիստին ու մաղթում էլի լավ տրամադրություն եւ անսահման առողջություն։ Քաջ առողջություն մեր վարպետներին, մեր մեծերին, մեր բոլոր սիրված մարդկանց, միայն գլխավորը առողջություն։ Եվ իհարկե ասեմ, որ առողջության հետ նաև կապում ենք նախաճաշը, առանց նախաճաշի չենք սկսում մեր օրը, սիրելիներս, անպայման հորդորում եմ ամեն օր, ամեն րոպե ես հորդորում եմ, որ դուք նախաճաշեք։ Սա անպայման շատ կարևոր կետ է, այնպես որ այսօր եւս արթնացեք, միացեք մեզ եւ իհարկե նախաճաշեք պարտադիր։ Հիանալի խորհուրդ Ադրինեի կողմից, մայրական հոգատարություն եւ խորհուրդ, իսկ հիմա գնանք Երևանյան փողոցներ, այստեղ էլ ամեն ինչ ոչ այնքան հանգիստ է, այսինքն խցանումները կան, առկա են եւ այն նշվում է հենց կարմիր գծերով, ասեմ, որ Կիևյան կամուրջ դեպի բարեկամություն բարձրացող հատվածում շինարարական աշխատանքներ կան եւ նաեւ պայմանավորված է խցանումներն այնտեղ, Բաղրամյանի ճնող հատվածը խցանված է, Կոմիտասի պողոտան խցանված է, Դավթաշենի կամուրջը, Վաղաշ-Վաղաշյանը նույնպես խցանված է, Իսակով պողոտը, Աթենքի փողոց խցանված է, փոքր կենտրոն խցանված է, Միասնիկյանը իջնող հատվածում տեղ-տեղ խցանված է, Սարալանջը նույնպես խցանված է։ Մնացած առումները զարմանալի է, թար չկա, շատ իհարկե շատ լավ է, այո, շատ լավ է, բայց ինչ լավ է։ Այսպիսին են խցանումներով լի քաղաքն արթնացել է, շտապում է աշխատանքի, դե մենք էլ այս պահին փոքրիկ դադար կունենանք եթերում, հետո արդեն վերադառնանք, որպեսզի հասկանանք, թե Ադրինեն այսօր ինչ է պատրաստելու մեզ, չէ՞։ Անպայման։ Բարի լույս շատ սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս շատ սիրելի Սուրեն, այո, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ես մի փոքր ուշ միանալով առավոտյան ձեր շնորհավորանքներին, ինքս էլ շնորհավորեմ ընտանիքի օրվա արդի մեր շատ սիրելի հեռուստադիտողներին եւ մաղթամ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ընտանիքները լինեն շատ ամուր, երջանիկ եւ իհարկե երջանիկ ու ամուր ընտանիքը լավ պետության հիմքն է։ Այո, ամենակարևորը արևը ժպտա եւ շողա բոլոր ընտանիքներում, իսկ առավոտները մենք փորձենք արևը ապահովել ձեզ։ Դե ինչևս մեկ անգամ բարի լույս բոլորին, հիմա արդեն ինչքան հասկացանք առավոտը փորձում ենք արևի ժպիտով դիմավորել, չնայած դրսում արևը բացակայում է, բայց միևնույն է, մենք փորձում ենք այն տալ ձեզ, իսկ երեկոն արդեն ավարտում եք ընտանիքի ընկերների հետ միասին եւ որպեսզի տրամադրությունը լինի շատ բարձր եւ լավ, ապա անպայման ձեզ օգնելու է Բրիզե Իջևանի ռոզե փրփրուն գինին, որը համոզված են, որ հրաշալի տրամադրություն կտա եւ երեկոն կդարձնի ել ավելի գեղեցիկ։ Եվ իհարկե գինու հետ չենք մոռանում պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատկաթից պատրաստված կատնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Արդեն զգացիք են լավ տրամադրությունը, որ արդեն մենք սկսել ենք տալ ժամը 10-ից սկսած, իսկ այս պահին տեղափոխվենք Խոհանոց, որտեղ լավ տրամադրությանը նաև կավելանա համեղ տրամադրությունը, բայց իհարկե մինչև գնալ ռեժիսորը ականջից մեջ գոռում է, ոչ, պիտի գնանք այնտեղ, որտեղ իհարկե լավ տրամադրությունը ստեղծում է հենց բնության գեղեցիկ ու հրաշալի տեսարաններով, այսինքն ուր գնալ, հետո արդեն կգանք ու կգնանք Խոհանոց։ Իսկ հիմա ճանապարհը մեզ տանում է դեպի Գյումրու մշակութային կենտրոն։ Մեր առջևում է Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, հայկական թատերարվեստի մարգարիտը իր ողջ վեհությամբ։ Գյումրու դրամատիկական թատրոնն իր դռները միշտ բաց է պահել իր սիրելի հանդիսատեսի համար, նույնիսկ ամենածանր ու անհուսալի ժամանակներում։ Այս թատրոնի բեմում ստեղծագործել է մեծ պատիվ է յուրաքանչյուր դերասանի համար։ Նա ով մեկ անգամ կխաղա այս թատրոնի բեմում, կզգա նրա մոգական ուժը։ Սա է ձեզ վստահեցնում եմ որպես այս թատրոնի բեմում բազմաթիվ անգամներ խաղացած դերասան։
Իսկ այս հատվածում թատրոնի փառահեղ ներկայացումների մակետներն են, բեմի փոքր մոդելները, եւ որ նայում եմ, ինձ մի պա հետ է տանում անցյալ, օրինակ Վինադիլմար հիշիր վաղվա օրը 2014 թվական։ Ես նոր ուսանող էի առաջին կուրսի։ Բեմադրիչ երջանկահիշատակ Ռաֆայել Գրիգորյան։ Այս թատրոնում ստեղծագործել են ժամանակի մեծագույն արտիստները՝ Վարդան Աճեմյանը, Արուս Ասրյանը, Խորեն Աբրահամյանը, Մհեր Մկրտչյանը, Ազատ Շերենցը եւ այս շարքը կարող եմ դեռ երկար թվարկել, բայց այժմ եկեք գնանք ու տեսնենք, թե ինչ է կատարվում բեմում։ Գյումրու պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է իր հերթական պրեմիերային Աստրիդ Լինդգրեն երկարակուլպա Պեպին։ Սա մի թատրոն է, որը պատմում է քաղաքի ուժի, կամքի եւ իհարկե ապրումների մասին։ Իսկ սա իմ սիրելի վայրերից մեկն է, որտեղ կարող եմ գալ, ժամերով նստել, թիկունքից զգալ հրաշքի էներգետիկան, դիմացից վայելել մեր մեծերի հուշարձանները ու դե իհարկե հետևել քաղաքի անցուդարձին, ու ոչինչ որ անձրև է, դա չի խանգարում հաստատ։ Ուր գնալ, դե իհարկե թատրոն, իսկ ինչու, առանց պատճառ, ուղղակի գնացեք թատրոն։ Եկել եք Գյումրի, փնտրում եք վայր, որտեղ կարող եք անցկացնել ձեր լիարժեք հանգիստը, ապա ես նրա համար եմ, որ ձեզ խորհուրդ տամ միմիայն բարձրակարգ հյուրանոցները։ Այժմ ուզում եմ ձեզ պատմել Արաքս հյուրանոցի մասին, որը գտնվում է Գյումրու հենց սրտում, այնպես որ ձեզանից մեծ ջանքեր չեն պահանջվի կենտրոն հասնելու համար։ Անկախ նրանից, գործնական այցով եք գալիս Գյումրի, թե ուղղակի հանգստանալու ժամանակ անցկացնելու, Արաքս հյուրանոցում դուք ձեզ կզգաք ինչպես ձեր տանը, հարմարավետ ու ապահով։ Իսկ սա լյուքս կարգի սենյակն է, մեծ, ահռելի չափսերի։ Իսկ ձեզ համար արդեն գաղտնիք չէ, որ մեծ հարմարավետ անկողինը իմ թուլությունն է։ Իսկ ահա այստեղից կարող եք վայելել Գյումրու տեսարանը։ Արաքս հյուրանոցի կարևորագույն առանձնահատկություններից մեկը մեծ ահռելի կոնֆերանսների դահլիճը, որը նախատեսված է համաժողովների ու տարբեր միջոցառումների համար։ Ձեզ եմ ուզում ներկայացնել Արաքս հյուրանոցի գլխավոր զարդը, մեծ հսկայական լողավազանը։ Ամրագրեցի իմ սենյակը Արաքս հյուրանոցում, իսկ հիմա դուրս գամ մի քիչ զբոսնեմ իմ սիրելի քաղաքով։
Բարի ողջույն, բարի արև իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, ողջունում եմ ձեզ, ասում եմ միացեք մեզ առաջին ծրագրին, որպեսզի ունենաք եւ բարձր տրամադրություն եւ իհարկե ծանոթանաք օրվա բաղադրատոմսին։ Սիրելիներս, այսօր առաջարկում եմ շատ հեշտ, բայց շատ համեղ բաղադրատոմս, դրա համար մեզ անհրաժեշտ է հավի աղացած միս, ահա արդեն ամանի մեջ ես ունեմ այն եւ այստեղ պետք է ավելացնեմ համապատասխան համեմունքները։ Ուզում եմ շատ արագ ներկայացնեմ եւ իհարկե աշխատանքը սկսեմ, որpիսի հետո հերթականությունը միասին շարունակենք։ Ահա այստեղ էլ ունեմ աղացած սոխ, ավելացնում ենք նաեւ աղացած սոխը, իհարկե աչքաչափով, այսպես, այստեղ ունենք սպիտակաձավար, սիրելիներս, օգտագործում ենք նաև սպիտակաձավար, որովհետև մեզ պետք է կպչունություն ապահովենք, այդ պատճառով ավելացնում եմ սպիտակաձավար, ցանկության դեպքում դուք կարող եք պաքսիմատ ավելացնել կամ հացի խմոր, ավելի ճիշտ հացի խմոր, բայց պաքսիմատով եւս շատ հետաքրքիր է լինում, ինչու ոչ նաև ալյուր կարելի է այստեղ օգտագործել, իհարկե մեկ հավկիթ պարտադիր, այսպես, եւ այստեղ ունենք շատ հետաքրքիր կետչուպ, հիմա ասեմ թե դա որն է, ահա մենք այստեղ Իջևանի գինու եւ պահածոների գործարանը ներկայացնում է այս հետաքրքիր որսորդական սոուսը, որը շատ բազում բանջարեղեններով է պատրաստված եւ համեմունքներով, ինչու ոչ, եւ ես շատ ցանկացա, որպեսզի այսօր այս տարբերակը եւս այստեղ օգտագործենք։ Սովորաբար ես օգտագործում եմ ուրեմն պղպեղի մածուկ, որը շատ համեղացնում է որևիցե այս խճողակ, բայց այսօր փորձենք այս տարբերակը, ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպիսի համ կստանա։ Այսպես, փորձենք խառնել, իհարկե քիչ հետո կավելացնենք նաև համեմունքները։ Համեմունքներից, եթե հիշում եք, մենք երեք մի ամբողջական փունջ պատրաստեցինք մեր հավիթևիկները մարինացնելու համար եւ այստեղ դեռ ես ունեմ այդ ամանիկի մեջ, մենք այստեղ շատ բազմապիսի տարատեսակ համեմունքներ օգտագործեցինք, թե խմելի սունելի, թե պղպեղներ, թե քրքում, թե ցխտորի փոշի, թե հատուկ նախատեսված խառնուրդ համեմունքների այս ամբողջը մի մեծ փունջ պատրաստեցինք եւ լցրեցինք այս ամանիկի մեջ եւ իհարկե ես սա էլի կավելացնեմ մեր խճողակի վրա, կխառնենք, խառնելու ընթացքում սիրելիներս, եթե զգում եք, որ դեռ այդ պնդությունը չի ստացել, այնքան էլ միսը խճողակը պինդ չէ, ապա նորից ավելացրեք սպիտակաձավար, մեր պարագայում սպիտակաձավար, ձեր ցանկությամբ ինչ կցանկանաք, կամ ալյուր, կամ պաքսիմատ, արդեն դուք կընտրեք դա։ Ես օրինակ կարծում եմ, որ այստեղ դեռ պետք է ավելացնել սպիտակաձավար։ Այսպես, ընթացիկ խառնելով մենք կհասկանանք մեզ որքան է անհրաժեշտ այս մթերքը ավելացնել, որպեսզի կպչունություն ստանանք։ Եվ իմիջիայլոց նշեմ, որ այս կոտլետները, որը պետք է պատրաստվի, մենք կպատրաստենք փայտիկների համար, հատուկ նախատեսված այսպիսի ուրեմն ուտեստների համար, որը բամբուկի փայտից է պատրաստված, իմիջիայլոց մինչ պատրաստելը կարող եք ջրի մեջ այն թռչել, որպեսզի ինքը ավելի այսպես մսին հյութեղություն փոխանցի։ Սա էլ ըստ ցանկության ես ներկայացնում եմ, թե ինչպես կարելի է այն օգտագործել։ Ահա, այսպես, մի փոքր էլ կարելի է էլի ավելացնել սպիտակաձավար, մինչ ստանամ համապատասխան զանգվածը։ Այսպես, սիրելիներս, ահա, մոտավորապես ստացա այն ինչ է ինձ պետք է, եւս մեկ անգամ կրկնեմ, թե ինչ էր պետք այս բաղադրատոմսը պատրաստելու համար, հավի աղացած միս, սոխ ունենք աղացած այստեղ, ես ավելացրեցի այս հետաքրքիր սոուսը որսորդական, որը Իջևանի գործարանի պահածոներից է եւ այստեղ սպիտակաձավար, հավկիթ ու համեմունքներ, շատ բաղադրիչներ պետք չեն ըստ ճաշակի, ըստ հարմարության եւ ահա կստանանք այսպիսի զանգված, որը իհարկե այս ձողիկների վրա կհավաքեմ,
կոտլետներ կդնենք, կպատրաստենք եւ կդնենք ջեռոց եփվելու։ Այսինքն շատ հեշտ է օրվա բաղադրատոմսը, շատ հասանելի է, այնպես որ խորհուրդ եմ տալիս դուք էլ այսօր, եթե տրամադրվեք, անպայման պատրաստեք։ Մանավանդ այսօր ընտանիքի տոնն է, ես կարծում եմ այսօր յուրահատուկ ուշադրություն պետք է տրամադրեք եւ դարձնեք այս տոնի հետ կապված եւ ընտանիքի անդամներին շատ համեղ կերակրեք եւ յուրահատուկ այսպես մոտեցում ցույց տաք։ Այնպես որ սա էլ հաշվի առեք, չմոռանաք օրվա ընթացքում փորձեք պատրաստել։ Ահա այսպես։ Ես կարծում եմ կթողնենք մի փոքր սառնարանում հանգստանա, շատ կարևոր է նաև սառը վիճակում այն եփել, ինչու, որովհետև սառի եւ տաքի այսպես համադրությունը շատ թույլ է տալիս, որպեսզի միսը հյութեղ լինի, այնպես որ սա էլ նկատի ունեցեք, խճողակը պատրաստելուց հետո տեղափոխեք սառնարան, որպեսզի հանգստանա եւ սառչի։ Քիչ հետո ես էլ հենց այդպես կանեմ եւ քիչ հետո իհարկե մենք կսկսենք միասին հավաքել այս փայտիկների վրա։ Հիմա կարծում եմ դադար կլինի մեր եթերում, հետո կշարունակենք միասին, անպայման չփոխեք ալիքը, մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Մայիսի 21-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում սպասված բեմադրություն կլինի։ Երազանքի պահապանները մյուզիկլը ձեզ կտեղափոխի հեքիաթային աշխարհ, որտեղ ամեն բան հնարավոր է։ Այո, եւ այդ հեքիաթային աշխարհ գնալու են ոչ միայն երեխաները, նաեւ սիրով կգնան նաեւ մեծահասակները, որովհետեւ հենց այս պահապաններն այսօր մեր հյուրն են։ Ձյան Ավետիսյանը նախագծի հեղինակ եւ պրոդյուսեր եւ իհարկե Արսեն Ազիզյանը ռեժիսոր։ Բարի առավոտ։ Ոնց եք։ Լավ։ Ձեր տաղավարում լուսավոր գունավոր առավոտյան, իհարկե լավ տրամադրությամբ։ Ինչ լավ է, շատ հետաքրքիր վերնագիր ունի ներկայացումը, մյուզիկլը, երազանքի պահապանները։ Դուք հանդիսանում եք հենց այդ պահապանները, մինչև այս նախագիծ իրականացնելը։ Դե իհարկե, հենց Ձինայի գլխում ծագել այդ երազանքը եւ այսօր այդ երազանքի հետևից գնալով ունենք արդեն ներկայացում եւ սիրով պետք է նշեմ, որ արդեն ներկայացման տոմսերը վաճառվել են ու դա Դիանայի հենց այդ ներուժն է ներդրած արդյունքը եւ արդեն հունիսի 4-ին էլ ունենք, 5-ին էլ ունենք եւ որ սենց գնաց արդեն ամբողջ հունիսը ներկայացում կունենանք։ Շատ գիտեք ինքը այնքան բարի նախագիծ է, ի սկզբանե ստեղծվել է բարեգործական նպատակով, առաջին պրեմիերան խաղացել ենք եւ գեներացված տոմսերի շնորհիվ մասիվում բացել ենք Արմատ դրոնաշինության լաբորատորիա դպրոցահասակ երեխաների համար։ Այսինքն մեր հեքիաթը ստեղծել է կրթական կենտրոն։ Այնուհետև խաղացել ենք բարեգործական երեկո մեր զոհված տղաների երեխաների համար Անայ Սարդարյանի հետ օպերայի բեմում։ Այսինքն ինքը ներկայացումը հեքիաթը արդեն բարի է ու ինչպես Արսենը ասաց, այստեղ ոչ թե իմ շնորհիվ, այլ բոլոր մեր գործընկերների շնորհիվ բոլոր են մարդկանց, ովքեր սոցիալական հարթակներում կիսվում են այս նախագծի մասին, ասում են դրա մասին, պատմում են, լուսաբանում են, բոլոր դպրոցների տնօրենների շնորհիվ, մանկապարտեզների, ովքեր ծնողական համայնքում սա տարածում են, որտեղ մենք այո կարող է շատ մեծ պրոյեկտ ստեղծենք, գեղեցիկ հագուստներով, լավ լույսեր դնենք, լեդեր, բայց եթե չլինի այս ամբողջական համագործակցությունը սոցիալական դաշտում, ծնողական համայնքում, մենք չենք կարողանա ստեղծել լավ ներկայացում։ Եվ հետո մեր ծնողները կնստենք, ասեն, լավ ներկայացումներ չկան երեխաներին տանենք, կամ տանում են ու հիասթափվում են, որովհետև թատրոնում գեղեցիկ պրոդուկտ ստեղծելը դա թանքաճույք է, այո, այսօր եւ բնականաբար պետքա տոմսերը լինեն ոչ ծխախոտի տուփի արժեքին, բնականաբար պետքա լինեն այսօրվա 21-րդ դարի երեխային պոկել պլանշետից եւ բերել թատրոն, դու չես կարող ներկայացում խաղալ վարակույրի դիմաց։ Այո, դա պետքա տեխնիկապես հագեցած լինի։ Այդ լեդերը, պրոյեկտորները, լույսերը, ձայնային էֆեկտները, արտիստական խաղը, մենք պետք է այդ երեխեքին իրոք զարմացնենք, որ մեր սցենարում գրված հիմքը, որ կյանքում ամենակարևոր բանը երազանքն է եւ երազանքին հասնելու համար դու պետք է այո ամեն օր աշխատես եւ չդավաճանես քո երազանքին։ Եվ եթե մեր հանդիսատեսը այդ մտքով չպետք է մեր մոտից դուրս գա, ուրեմն մենք իզուր ենք աշխատել։ Ես կարծում եմ իզուր չեք աշխատել, որտեղ մենք հիմա կտեսնենք նաեւ կադրեր հեռուստատիտողին առաջարկենք, հետո վերադառնանք ու շարունակենք։
Բարությունը նման է մի մոմի, որից կարող են վառվել հազարավոր այլ մոմեր։ Ես նրանց վախենում եմ։ Նա շատ վատ էներգիա ունի։ Որտեղից ես եկել, Աղբարքից։ Աղբարքից։ Ուրեմն ես կարող եմ մտապահել աշխարհում ամենագեղեցիկ երազանքը, որը կլինի միայն իմ։ Գույները եւ վիզուալ ամեն ինչ շատ սիրուն էր։ Ինձ հետաքրքիր է Արսեն, դուք համ ներկայացման ռեժիսորն եք, համ ծաղրածուի կերպարում եք խաղում։ Այդ ամբողջ բարդության տակից ոնց եք դուրս գալիս։ Իրականում այդպես ի սկզբանե այդպես չէր նախատեսած, այսինքն ծաղրածուն վերջին պահին որոշվեց, որ պետք է ես լինեմ, ու այդպես իրականում շատ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում այս ներկայացման այս պրոյեկտի հետ ու այդքանով շատ ինքը իհարկե բարդությունները իր հերթին, բայց նաև հաճույքը մեծ տեղ է զբաղեցնում ու մի անգամ ինչպես Լևոն Հարությունյանը նշեց, իսկապես ու հետո ֆիքսեցին, որ իսկապես դա այդպես է, որ մեր այս հեքիաթում չկան չար հերոսներ։ Միայն բոլորը, այսինքն բարի հերոսներ են, ովքեր որ կորցրել են ինչ-որ երազանքի, ինչ-որ մի թաքուն, ինչ-որ մի բան։ Եվ բոլոր հերոսները ներկայացման ընթացքում կփորձեն օգնել իրար, որպեսզի այդ երազանքը վերականգնվի Փերու օգնությամբ, կատուների օգնությամբ եւ ուրախություն հանդիսատեսի, ինչպես սկզբում նշեցիք, իսկապես ոչինչ չի խնայվել։ Նույնիսկ այսօր այստեղ գալու ճանապարհին Զինան նոր մտքեր էր առաջացել, որ սա էլ ավելացնենք, սա էլ ավելացնենք, այսպես նոր ներկայացման մտքեր արդեն գալու։ Դա անպայման։ Դրա մասին մենք հաջորդ հանդիպանք խոսենք։ Իդեպ ծաղրածուն շատ երկար, երևի այդ կերպարներ, որի դերում շատ երկար ենք փնտրում ում դնենք, որտեվ ինքը ասենց ամենա կարևոր կերպարներից մեկն է ներկայացման ու վերջում հասկացանք, որ ես խնդրեցի Արսենին, ասացի Արսեն քեզանից լավ ոչ ոք այդ դերը չի կարող անել, որտեվ մենք օրինակ պարոն գիտնականը Աճպարար Վարդանն է եւ ինքը աճպարարություն անում բեմում, մեր պարուհին բալերինա Անինա, այսինքն մենք իրոք ընտրել ենք մեր տիկնիկներին մարմնավորում են մասնագետներ իրանց ոլորտի ու պետք է ծաղրածու դերասան, ով նաև ինչ-որ չափով կկարողանա ժանգլորություն անել։ Սա մի հեքիաթ է, այսինքն պատմություն է տիկնիկագործի կյանքից, որ գիշերն իր տիկնիկներն արթնանում են։ Եվ այնտեղ կա աղբամանից գտնված մի տիկնիկ, որին ջարդել են ու նա կորցրել է իր երազանքը ու չի ուզում ապրել։ Եւ այսպես բոլոր տիկնիկները իրան ոնց են ոգևորում, կյանքի կոչում ու հավատով լցնում երազանքի հետևից շարժվելու, այս այդ ամբողջ այդ մոխրոտիկի էֆեկտն ենք ստացել բեմում ու մեր Եվ թատերական բոլոր, այսպես ասած, ճյուղերը սինթեզված են, հա, ունենք եւ մյուզիկլ, եւ պարային, եւ աճպարարական մոտեցումներ։ Իդեպ Աննա Ռաշիդովնային կարծում եմ բոլորս ենք հիշում, Աննան Կարապետյան մեր սիրելի, այս պահին իհարկե Միացյալ Նահանգներում է գտնվում, բայց ես այնքանով հաջողակ մարդ եմ իմ կյանքում, որ իրոք հավաքվել են իրանց ոլորտի լավագույն մասնագետները այս շոուի մեջ եւ բարերի բեմադրությունը Աննա Ռաշիդովնայինն է։ Ամեն անգամ, երբ որ տարվա մեջ գալիս է Հայաստան, մենք Աննա Ռաշիդովնային մաքսիմալ օգտագործում ենք բեմադրությունների առումով։ Հետո իհարկե Սվետլանան իր աշակերտուհին որպես պարուսից շարունակում աշխատել, նույն երաժշտական ձևավորումը Դավիթ Նադավթյանն արել, որ ամեն աստղի ծլնգոցը այդ երեխաները պետքա լսեն։ Մաքսիմալ իրոք փորձել ենք այս բոլոր առումներով բազմաժանր ներկայացում ստեղծել, այսօր ընտանիքի տոնն է, ընտանիքի համար։ Սա մանկական չէ, իդեպ։ Ես հենց այդպես էլ նշեցի, սա ընտանիքի համար։ Մեծերին էլ այդ, որտեվ այն ինչ որ մենք տեսանք, սա այն հրաշքն է, որին ասեն, որ ոչ միայն երեխաներն են, հա, ձգտում հավատալու, նաև մեծերն են այսօր կորցրել հրաշքի զգացողությունը, եւ մեծերին ավելի է անհրաժեշտ նման հեքիաթները, քան փոքրերին։ Ցավոք տարիքի հետ մենք տարբեր խնդիրների մեջ ավելի շատ ենք մեր ուղեղը զբաղված պահում ու երբեմն մոռանում ենք այդպես པարզ ու պրիմիտիվ բանի մասին ու այս ներկայացումը շատ կարևոր է, որ ծնողը մենք մեր ասելիքները տալիս ենք ծնողին էլ ու այդ ընտանիքի համար
ուղղակի չեմ ասում, սա ընտանիքի համար ներկայացում է։ Շատ ճիշտ եք անում, որովհետև վերջին շրջանում մենք հաճախ ենք տեսնում, որ Հոլիվուդը սկսել է նկարահանել մյուզիկլներ, հեքիաթներ, դե մտածում ենք դե լավ, հիմա մի հատ նորմալ ուրիշ բաներ չենք, բայց հետո հասկանում ես, որ այդպես չի, որովհետև Հոլիվուդն էլ այսօր հասկացել է, որ աշխարհը հեքիաթի զգացողությունը ամբողջությամբ կորցրել է, բարության զգացողությունը կորցրել է, եւ հենց այդ հեքիաթի եւ մյուզիկլի շնորհիվ է եւ միջոցով է պետք մարդկանց բերել նորից ճանաչելի դարձնել հեքիաթը։ Մեսիջը հենց ներկայացման հենց դա է, որ երազելը կամ երազանք ունենալը դա չգիտեմ աշխատանքից հետո նստել երազելու մասին չի, դա մեր կենցաղում, մեր ապրելակերպի մեջ հենց այդ երազանքի, երազելու դրսևորումները կան ու պիտի լինեն ու դրանով է որ գեղեցիկ, հաճելի եւ կիրթ միջավայր է ձևավորվում։ Ներսում լույս ունենալն է, էլի։ Իսկ դուք ինչի մասին եք երազում։ Ինչ երազանքներ ունեք։ Անկեղծ ես շատ եմ երազում տեսնել տիեզերքը։ Ու իմ տղան ասեց, ես քո երազանքը կիրականացնեմ, ու ես հավատում եմ իմ տղային։ Ես ուզում եմ տեսնել։ Վերջին փորձերից հետո էլ ավելի մոտենում ենք երազանքին, կարծում եմ։ Այո, այսինքն ամեն ինչ տանում է դրան։ Մենք շուտով կունենանք տուրիզմ դեպի տիեզերք, հնարավոր է, միգուցե դու արդեն կարող ես իմ տղան ինձ խոստացել է, իսկ ես իմ տղային հավատում եմ։ Իսկ դու Իմիջիալուց Զինայի տղան էլ է ներգրաված եւ շատ հրաշալի էլի է, ինչպես ծաղրածուի դեպքում Զինան վերջում ինձ առաջարկեց, դույնը տղայի դեպքում վերջում ես առաջարկեցի։ Այո, ես դեմ էի, կատեգորիկ, որտեվ ես ասում եմ, ես այդքան լարված, ծանրաբեռնված, որպես մայր չեմ ուզում այս պրոյեկտի մեջ լինել, էլի, որ մտածես հանկարծ տղատ ոնց խաղաց, ոնց խոսեց, ասում եմ Մարսեն խնդրում եմ ինձ ազատի այդ ներվից մայր չլինեմ այս պրոյեկտի մեջ։ Վերջում երկար փորձեցինք մի քանի բալիկներ, բայց Արսենը որպես բեմադրող ռեժիսոր կանգնեց տղայիս վրա ու իրոք չենք զղջում հաստատ։ Մեծ հպարտությամբ նաև ասեմ, որ գլխավոր դերերից մեկը Պարոն Լևոն Հարությունյանի հետ, այս պահին մեր էկրաններում չկա, չենք տեսնում, բայց գլխավոր դերակատարը Լևոն Հարությունյանն է, մեր տեխնիկագործը։ Եվ երկրորդ հերոսը իմ տղան է Մարվին Մանուկյան։ Իսկ ընդհանրապես ես շատ ուզում եմ ասել մեր հովանավորի մասին։ Մեր հովանավորը մեր հանդիսատեսն է։ Եվ որքան հանդիսատեսը մեր լինի ակտիվ, ձեռք բերի տոմսեր մասնակցի ներկայացումներին նախ իրենց համար, դրանով նաև նպաստում են պրոյեկտի զարգացմանը եւ այն բոլոր բարեգործական ծրագրերին, որ մեր հեքիաթը պլանավորում է ապագայում ունենալ։ Զինա, շատ հետաքրքիր բան ասեցիր եւ ներկայացումները սկսում եմ մայիսի 21-ին, այնուհետեւ հունիսի 4 եւ 5-ին, որովհետեւ 21-ի տոմսերը սպառվել են, այո։ Քանի որ հունիսի 4-ին իմ դստեր ծնունդն է եւ այդ օրին արդեն պլանավորել է իր ընկերուհիներիդ ինչպես անցկացնել, ես խոստանում եմ դառնալ հովանավորի մի մասը եւ գնել տոմսեր եւ իմ դստերը բերել հենց այդ ներկայացմանը, որպեսզի ինքը եւ ունենա իր ներդրումը ներկայացման կայացման եւ նաեւ ոգեվորվի այդ հրաշքով։ Ինչ լավ, շնորհակալ եմ։ Իսկ ես մենակ ուրախությամբ ձեզ կհյուրընկալեմ մեր։ Ես ուզում եմ ձեզ նվիրել նաեւ տրամադրություն ու էմոցիա Իջևանի Սափոր Սպիտակ գինին 21-ին արդեն ներկայացումից հետո երեխաներին չէ, բայց դուք մեծերով կբացեք, կնշեք, որտեվ յուրաքանչյուր ստացված գործ դա եւս մեկ հաղթանակ է եւ հաջորդում է արդեն դրան հաջորդ պրոյեկտներն ու հաղթանակները։ Սա ձեզ մեր գործընկերոջ կողմից եւ դուք երեխաներին նվիրում եք էմոցիաներ, ես էլ ձեզ եմ ուզում նվիրել էմոցիաներ, բացիկներ, պոստքարտեր, որոնք մեր իրականություն են կամած փորձում վերադառնալ արև բացիկների շնորհիվ։ Այստեղ հայտնի երգերից եւ բանաստեղծություններից ֆրազներ են, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար, կամ ծաղիկների, կամ նվերների հետ, կամ պարզապես։ Զինա, եւ ուզում եմ քեզ նվիրել մի բառեր Արսեն Սաֆարյանի երգից, որը կարծում եմ մի քիչ խորհրդանշական կլինի քեզ համար։ Քո ճամփի արահետներն ինձ ծանոթ, նորից բերում են ինձ քեզ մոտ։ Սա երազանքին նորից բերելու բառերն են, որոնց դու նորից ես վերադառնում։ Սա շատ կարևոր է։ Սա քեզ։ Եվ իհարկե ռեժիսորն էլ նվիրենք Հայկոյի երգի խոսքերը, երազս կատարվել է, սրտումս ես։ Շնորհակալ եմ։ Սա կամ պահեք ձեզ, կամ նվիրեք ձեզ համար հարազատ մարդկանց։ Հիանալի։ Շնորհակալություն ձեզ։ Սիրունա։ Մեծ հաջողություններ ենք մաղթում։ Ներկայացմանը եւ ձեր գործային եւ հիշեցնեմ, որ մայիսի 21-ին ներկայացումը կլինի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, սակայն բարեբախտաբար եւ ցավոք սրտի միևնույն ժամանակ տոմսերը սպառված են, բայց ելի
հեռուստադիտողներ, հունիսի 4-ի եւ 5-ի համար կարող եք ձեռք բերել եւ հեքիաթ պարգևել ձեր երեխաներին եւ ինքներդ ձեզ, այո։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ մնում ենք Թատեր աշխարհում եւ այսպես մայիսի 17-ին եւ 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում պրեմիերա է։ Կմեռնեմ ուրբաթ երեկոյան Ալդո Նիկոլայի մեկ գործողությամբ կատակերգությունը Անուշ Սարգսյանի բեմադրությամբ։ Բոլոր մայրերը արդյոք բարի են, թե ոչ, կան նրանք, ովքեր սեր են տալիս վերահսկելու համար։ Այս ամենի մասին իհարկե կխոսենք եւ այս ամենի մասին կպարզենք մեր հյուրերից։ Իսկ մեր հյուրերն են շատ տաղանդավոր մարդիկ՝ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը եւ Զարուհի Խաչատրյանը, երկու հրաշք դերասանուհիներ, ովքեր այսօր կպատմեն հենց ներկայացման մասին։ Բարի լույս, շատ լավ։ Շատ լավ, ես բացեմ մի փոքր գաղտնիք, ես ինձ համար շատ էսպես հրաշալի օր է, որտեղ ես հիմա հարցազրույցում վերցնում դասախոսից, ով 4 տարի ինձ դասավանդել է Թատերական ինստիտուտում։ Շատ ուրախ եմ։ Ես էլ փոխադարձաբար, ինձ համար շատ հետաքրքիր է հարցազրույց տալ ուսանողից, որի հետ 4 տարի շատ սերտ եւ բերմնավոր շփման մեջ ենք եղել։ Շատ հիանալի է։ Խոսենք ներկայացումից, ինչու կմեռնեմ ուրբաթ օրը։ Գուցե ես սկսեմ, այո, որովհետև Տիգրանու համար հիմա դա բացահայտելը մի քիչ այնքան էլ ճիշտ չէ։ Ներկայացման սյուժեն մոր եւ աղջկա փոխհարաբերություն է։ Մայրիկս է կողքս նստած, աղջիկս։ Ես էլ աղջկա դերում եմ, այսպես եւ կա շատ հետաքրքիր փոխհարաբերություն։ Սեր, որը ճնշում է։ Ինքը այդ տեսակ է սիրում եւ սիրելով անընդհատ տերորի է ենթարկում աղջկան։ Եթե դու բացակայես, այսինքն աղջիկը շաբաթվա մեջ միայն 1 օր ունի, որ կարող է վայելել հանգիստ, այսինքն գնալ համերգի, գնալ կինո եւ դա ուրբաթ օրն է։ Իսկ երբ որ ուրբաթ օր աղջիկը ուզում է գնալ, մայրը տերորի է ենթարկում, ասում է, եթե դու գնաս, ես կմեռնեմ ուրբաթ երեկոյան։ Այսինքն ճնշող սիրո մասին։ Մի փոքր ավելացնեմ, եթե մի քիչ ավելի վատ մտածենք մոր մասին։ Բացի այն, որ ճնշող է, այստեղ էգոիզմի տարրել կա։ Ես մենակ չմնամ։ Ես ում հետ պիտի խոսեմ, ինչ պիտի անեմ, եթե դու կողքս չլինես, այսինքն անընդհատ էլ այս խեղճին տերորի է ենթարկում, որ արդեն դու ծեր ես, բա որ դու մեռնես, ինձով պիտի խնամի, այսպեսի բաներ է ասում։ Մայրական էգոիզմի մասին։ Չափազանցրած, իհարկե, Նիկոլային պարզ է, որ որպես դրամատուրգ օգտագործել է այդ չափազանցությունների ձևն է օգտագործել, ասում է ես քեզնից ավելի անուշիկ եմ, չգիտեմ, այդպիսի բաներ է ասում էլի։ Կատակերգություն է նաև։ Տրագիկոմեդիա, գիտեք, հա, որովհետև ճիշտ է արտակնապես ծիծաղելի բաներ կան, բայց դրա տակ ինքան տխրություն կա։ Այո, երբ որ շերտերը բացում եք, տեսնում եք կին, որը 50 տարեկան է արդեն, աղջիկը, եւ դեռ գտնվում է մոր իշխանության տակ, դա չստացված մարդու ճակատագիր է, երբ որ կյանքում շատ ստացվել այնպիսի պահեր, որ կարող է ինքը դասավորել իր կյանքը, երջանիկ լինել, բայց մայրը միշտ խոչընդոտել է, այսինքն այս կինը չունի կամային հատկություններ, որ դեմ դուրս գա մորը։ Եվ ինչու չունի, նաև շատ է սիրում իր մորը։ Այդ ամենով հանդերձ սիրում է, չի ուզում մորը մենակ թողնել, բայց մոր եսասիրությունը այն աստիճան է, որ ինքը չի մտածում իրենից հետո այս աղջիկը ինչպես պիտի ապրի։ Մտածում է, որ ավելի շուտ աղջիկը պիտի գնա, քան ինքը։ Ինքը 90 տարեկան, աղջիկը 50, բայց ասում է ավելի շուտ դու պիտի գնաս։ Դու էլ ասում ես երիտասարդ չես, եթե մեռնես։ Հետաքրքիր մի բան կա այս ներկայացման պիեսի մեջ, որ նամակ է ստանում, որտեղ պատմում են, որ ծնվել է նոր զարմուհու ծոռնիկը եւ այս կինը, որ 90 տարեկան է, ինքը հաշվարկներ է անում, որ եթե աղջիկը մահանա, զարմուհին մահանա, զարմուհու տղան մահանա, զարմուհու տղայի տղան մահանա, կա արդեն նոր ծնված ծոռնիկը, որը իրեն կպահի։ Ամբողջ խնդիրը իրեն պահելն է։ Որ ինքը մենակ չմնա։ Մենակությունից է իր կյանքը լիարժեք ապրել է։ Ինչ ուզել արել է։
Հասել է մի տարիքի, որ ոտքից խեղճացել է, ինքը անընդհատ ձեռնափայտով է, բայց այդ ձեռնափայտն էլ երբ որ ուզի կարող է առանց ձեռնափայտի բան գալ, բայց տնից դուրս չի գալիս։ Տնից դուրս չի գալիս, երևի չի ուզում, որ իրեն այդ վիճակում տեսնեն, եւ հետո իր հասակակիցներից մարդ չի մնացել, ինչ տեսնեն։ Ինձ ոչ ոք չի այցելում, իմ ընկերուհիներն էլ չեն գալիս։ Ասում եմ, ախր մամ, բոլորը մահացել են։ 90 տարեկան է։ Բայց ինչքան երկար է դեռ պլանավորում ապրել, որ ամբողջ բարեկամների մահը տեսնում եւ մտածում է իրեն այստեղ արդեն չափազանցության տարն է, էլի, հեղինակի կողմից դե պիտի ցցուն դարձնի, չէ, կերպարը ավելի եւ այս սրա նման շատ բաներ ասում կինը։ Եվ ինչն է ինձ համար շատ հետաքրքիր, օրինակ դուք չեք վերցնում կերպարը ձեզ վրա, որովհետև մեր բոլոր հարցերին պատասխանեցիք երրորդ դեմքով, այսինքն կերպարին առանձնացրիք ձեզնից, ձեզ մոտ այդ չկար, դուք ձեր վրա վերցնում եք կերպարը առաջին դեմքով պատասխանում եք։ Ինձ հետաքրքիր է շատ խորթ է ձեզ համար այս սիրո տեսակը, էգոիզմը, եսասիրությունը։ Շրջապատում հանդիպել են նման օրինակ։ Սանոցների մեջ եւ շատ կան, եւ շատ կան։ Գիտեք ինչ, սա հավաքական է այնուամենայնիվ։ Շրջապատից մեջ կան մարդիկ, որոնք այս հատկությունը ունեն, մյուս հատկությունը ունեն, երրորդը ունեն, բայց դրանց ամբողջականությունը հենց իմ խաղալիք կերպարն է։ Այո, հավաքական կերպար է։ Կան, իհարկե կան։ Դե ամենավառ ցայտուն արտահայտումը, հա, շատ անգամ մենք ինքներս այդպես վարվում ենք մեր երեխաներին, մեր սերը այնքան շատ է, որ չենք հասկանում, այդ սերը կարող են նրանց խեղդել, հա, եւ ճնշել, եւ այդ բարի նպատակներով փորձում ենք նրանց ամեն ինչից պաշտպանել, հասկանալով, որ շատ անգամ այդ շատ մեծ պաշտպանությունը կարող է վնասել նրանց, քան պաշտպանել։ Եվ այդ հատկությունը երևի թե արդեն հավաքական բոլորիս մոտ կա, այո, շատ ճիշտ նկատառում էր, այո, մենք էլ ակամա, բայց հիմա մեր երեխաների, թոռների ինձ համար իհարկե, գուցե եւ ծոռների շատ հանգիստ ասում են իմ կյանքի մեջ մի մտիր։ Ու ինչ որտեղ մտածում ես, ճիշտ են ասում։ Ավելի շատ ձերբազատված են իրենք, քան մեր սերունդը երևի թե։ Բայց քանի որ դուք դստեր դերն եք խաղում, ինձ հետաքրքիր է, արդյոք սերը այս ամեն ինչը ձեր կարծիքով։ Կարող է սերը լինել։ Սերը ես սկզբում ասացի, չէ, որ սերը կարող է լինել խեղդող, ճնշող, դա էլ այդ տեսակ սեր է, բայց նաև կա եսասիրության գագաթնակետը, որ ինքը բացի իրենից ինքը ոչինչ չի տեսնում, ինքը չի տեսնում աղջիկա դժբախտությունը, որ աղջիկը դժբախտ է այս ամենից, միայն իրեն լավ լինի, միայն ինքը լավ զգա, միայն լավ պատառը իրեն, միայն շրջապատում ամեն ինչը իրեն, ինքը ավելի լավն է, քան աղջիկը, ով է դու ով ես։ Բայց այդն էլ սիրում է։ Բայց սիրում է նաև, որովհետև տեղեր կա, որ զգում ես, որ սրտից ինչ-որ մի բան էսպես պոկվեց, որ աղջիկը այս վիճակում է։ Համենայն դեպս ծնող եւ զավակ փոխհարաբերություն նայած ինչ դրության մեջ կլինի։ Մայիսի 17-ին եւ 18-ին բաց ենք թողնում եւս մեկ պրեմիերա Պարոնյան թատրոնում եւ իհարկե գնում եւ վայելում ենք։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի Սափոր Սպիտակ գինին, որպեսզի արդեն հենց մայիսի 17-ին պրեմիերայից հետո առիթը կա նշել։ Մեր ռեժիսորը մի հրաշալի ստեղծագործող անձ Անուշը Սարգսյան, որը արդեն իր ուսերին ունի բավական բեմադրական փորձեր, ներկայացումներ, վաղուց է ինքը աշխատում եւ շատ հետաքրքիր է իրեն հետ աշխատել եւ մեր մյուս խաղընկերը Անիկ Քոչարյանն է, որը շատ տաղանդավոր մարդ է, կարծում եմ բոլոր մեր հեռուստադիտողները գիտեն, համոզված են եւ 3 կին բեմի վրա բեմադրող ռեժիսորը կին, այնպես որ հանդիսատես զգուշ լինի։ Եվ գաղտնիքն էլ բացեմ, որ Անուշը եւ ես նույն կուրսում ենք սովորել։ Ջրբաշյան Ռաֆայելի մոտ ենք սովորել։ Եվ ես ասում եմ, որ նույնիսկ հպարտությամբ եմ խաղում իմ դասընկերուհի ռեժիսորի մոտ, որովհետև հավատում եմ իր ասածներին։ Շատ լավ։ Ձեզ նվիրենք նաև արև բացիկները, որոնք էմոցիաների համար են, ու ուզում եմ ձեզ նվիրել երկու բացիկ, մեկում Սայաթնովայի խոսքերը, չկա քիզի նման, Տիգրիսան նման, սա ձեզ Տիգրանի Արտուրովնա։ Շնորհակալ եմ։ Եվ իհարկե ձեզ սիրով նվիրեմ նաև Մանասերյան աշխարհում սիրեցի քեզ միայն։
Սա իհարկե ձեզ այնպես որ համոզված եմ որ հետաքրքիր ու հիանալի ներկայացում է սպասվում տոն աչքերի համար եւ այնպես որ Եվ ինձ հետաքրքիր է երրորդ կերպարը ով է բեմում Հարևանուհին է մեր որը ուրեմն սա էլ այն կերպարի մարմնացումն է որոնք Առավոտի տիրիկուն սերիալներ են նայում Շատ ժամանակակից արդի կերպար Ինչ որ ինքը ասում է համեմում է սերիալներից քաղաց իր տեղեկություններով Անընդհատ 5-րդ սերիայից, 7-րդ սերիայից, այն սերիայից, այս սերիայի կինը ինչ էր հյուրասիրում, ինչ էր անընդհատ դրա մասին է։ Բայց լավ համով կին է էլի։ Շատ համով կերպար է, անին ստեղծել, այո, իսկապես շատ հետաքրքիր, շատ լրիվ տարբերվող, այո, իսկապես, եւ ինչն է հետաքրքիր, այս ընտանիքում ինչ որ կատարվում է, ահա, հենց երեք այս սերիայում այսպես էր։ Խնդրեմ ասում եմ Դա էլ հավաքական կերպար է։ Այսօրվա հավաքական կերպար։ Այո։ Դե կարծում եմ տոն եւ իհարկե հետաքրքիր հանգուցալուծում կլինի այս պատմության արդեն։ Այնպես որ շնորհակալություն ձեզ։ Մեծ հաջողություններ ենք մաղթում ներկայացնել։ Շնորհակալ Եվ համոզված ենք, որ հանդիսատեսը նույնպես դահլիճից արդեն ներկայացումը դիտելուց հետո կվերադառնա մեծ բավականությամբ ու կսպասի արդեն հաջորդ ներկայացմանը հիշեցնենք Մայիսի 17-ին եւ 18-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն բաց չթողնեք պրեմիերան եւ ես վստահ եմ, որ շատ հետաքրքիր ժամանց կանցկացնեք եւ շատ բան կվերցնեք ներկայացումից Ներկայացում կոչվում է կմեռնեմ ուրբաթ երեկոյան, այնպես որ գնացեք եւ դիտեք այդ հիանալի ներկայացումը, այս բան դաթար հետո վերադառնանք ու շարունակենք Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի եւ մարզումների մասին, քանի որ յուրաքանչյուր օր շատ կարեւոր է մարզվել եւ առաջիկայում իհարկե մոտենում ենք դեպի ամռան տաք օրերին եւ պետք է մարմինը պատրաստել եւ շատ գեղեցիկ լինել ամռանը, հատկապես ամռանը Այո, փորձեք դուք էլ գնալ Hills սպորտային համալիր, որտեղ միշտ պատրաստ են ձեզ համար նախատեսված սպորտաձևով ձեզ մարզել, բերել ձեզ կատարյալ տեսքի եւ իհարկե նաեւ առողջ ապրելակերպի գաղափարին, իսկ մենք փորձենք յուրաքանչյուր օր բացահայտել ձեզ համար հենց այդ մարզումները։ Բարև ձեզ, ես Այդե Սիմոնն եմ, Hills Sport կոմպլեքսի մարզիչներից և այսօր իմ դասը դա անտիգրավիցի յոգան է։ Անտիգրավիցի յոգան հրաշք դաս է, որը ներառում է և շնչառական վարժություններ, և ձգումներ, և ուժային վարժություններ, ռիլաքս, կոնցենտրացիա, հարմոնիա և այդ ամբողջը մեկ դասում։ Անտիգրավիցի դասը բոլոր այն մարդկանց համար է, որոնք ունեն վախեր բարձրության հետ, վախենում են, թե իրենց ողնաշարը կարող է վնասվել, կամ իրենք այդքան ուժ չունեն ինչ-որ ավելի բարդ բան անելու։ Այ անտիգրավիցին դրա մասին է։ Ինչու եմ ես նախընտրում անտիգրավիցի յոգան։ Շատ մարդիկ վիճում են, որ այդտեղ կա յոգա բառը, ուրեմն դա կապ չունի ակրոբատիկայի հետ, բայց այստեղ կա մի մեծ պլյուս։ Երբ որ մենք անում ենք բարդ վարժություններ, ակրոբատիկ վարժություններ,
եւ այդտեղ փորձում ենք կոնցենտրացվել շնչառության վրա, ներքին հանգստության վրա, դա մեր համար մեծ պլյուս է, որպեսզի մենք կարողանանք կոնտրոլ անել նաեւ մեր մտքերը, մեր անհանգիստ վիճակը։ Անտիգրավիտի դասից հետո բոլոր մասնակիցները նշում են, որ այդ օրը, որը իրանք անցկացնում են դասից հետո, անցնում է երջանիկ, թեթև, լուսավոր, ուստի ես խորհուրդ եմ տալիս գալ այս դասին։ Եվ իհարկե մենք ունենք դասի վերջում չքնաղ մեդիտացիոն 10 րոպե, մեդիտացիոն ռելաքս 10 րոպե, որտեղ դու իսկապես քո ուղեղը անջատում ես, գոնե 10 րոպեով օրվա ընթացքում եւ վերականգնվում ես եւ настраиваешься на позитив։ Դեպ ասեմ, միայն այն, որ իմ հետ շփվելու եք այս դասի ընթացքում, ձեզ տալու է անսահման պոզիտիվ լույս ու սեր։ Սիրում եմ։ Ահա, Hill սպորտային համալիրում 73-ից ավելի խմբային մարզումներ կան, սիրելի հեռուստադիտողներ, կարող եք այցելել եւ գտնել ձեզ ամենահոգեհարազատ։ Իսկ ես չեմ կարող հրաժարվել մի բանից, որ այս պահին տաղավարը բերվում է շատ սիրելի Անահիտի կողմից սուրճն է, որ պատրաստվել է հատուկ մեզ համար, այնպես որ շնորհակալություն ևս մեկ անգամ հրաշք Անահիտին, իսկ մենք տեղափոխվենք խոհանոց, որտեղ հրաշք Ադրինեն համեղ նախաճաշ է պատրաստում։ Ադրինե, Շնորհակալ եմ սիրելիներս, բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողներին, սիրելիներս, ես աշխատանքի մեջ եմ, փորձում եմ այսօրվա բաղադրատոմսը իմի բերել եւ եւս մեկ անգամ հիշեցնեմ, թե այսօր ինչ ենք պատրաստում։ Այսօր պատրաստում եմ ուրեմն հավի աղացած մսից համեղ կոտլետներ, որը այսպես հավաքում եմ փայտիկների վրա, որպեսզի եւ տեսքը վերջում շատ գեղեցիկ լինի եւ ուտելիս ինչու ոչ հաճելի լինի։ Հատկապես սա վերաբերվում է երեխաներին, երեխաները նմանատիպ ուրեմն տարբերակներ շատ են սիրում, ես կարծում եմ շատ հարմար կլինի այսօր այսպիսի հետաքրքիր ուրեմն խորոված տարբերակով կոտլետները մատուցել երեխաներին։ Իսկ ինչ էի ավելացրել խճողակի մեջ, սիրելիներս, այստեղ հավի աղացած միս է, աղացած սոխ է, շատ կարող եմ ասել սպիտակաձավար ավելացրեցի, որպեսզի պնդանա խճողակը եւ իհարկե մեկ հավկիտ ու բազմապիսի համեմունքներ, այն նաև համեմեցի այս հրաշք որսորդական սոուսով, որը առաջարկում է Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, շատ հետաքրքիր յուրահատուկ մի փոքրիկ կծվություն ունի, շատ համեղ սոուս է, ես ավելացրել եմ նաև այդ սոուսը այս կոտլետի մեջ, կարծում եմ շատ համեղ կստացվի, վերջում կվայելենք, իհարկե արդյունքը կտեսնենք, ձեզ էլ խորհուրդ եմ տալիս անպայման նմանատիպ մի բան պատրաստեք երեխաների համար։ Ահա, ես կոտլետների եմ այսպիսի վերածում, այսպես փորձենք ձեռքի օգնությամբ, հետո իհարկե փայտիկների օգնությամբ փորձենք հավաքել այն, ահա, այսպես մի փոքր ձև տանք եւ այստեղ իհարկե օգնության է հասնում, տեսեք, այստեղ ես բուսայուղ ունեմ, ձեռքս թրջելով բուսայուղի մեջ կամ ջուրել եմ դրել, կամ եթե ցանկություն ունեք ջրով թաթախեք ձեր ձեռքը,
այնուհետև այսպես փորձեք ձև տալ այս կոտլետին։ Ցելի Ադրինե, ողջույն եւ ես եմ օգնության հասնում քեզ, որպեսզի օգնեմ։ Շնորհակալ կլինեմ, դու փոքրիկ փայտիկները կտաս ինձ, ես կոտլետները կպատրաստեմ։ Եվ ասեմ, որ թավայի մեջ իհարկե մի փոքր սպիտակաձավար լցրեցի, որ չկպչի թավային եւ իհարկե կեղև կդառնա, ինչու ոչ։ Այսպես, Սոն ջան, ո՞նց ես։ Որ տեսնում եմ ինչ ես պատրաստում, շատ լավ է։ Ինչ ուրախ եմ։ Միջով այդ էլ շատ լավ է, սիրելի հեռուստադիտողներ, մի փոքր անկեղծ ասած եղանակն է այսքանի օրը իհարկե բոլորիս տրամադրության վրա փորձում ազդել ամեն ինչ անում է, բայց երևի հուսանք վաղվանից արդեն մի քիչ գարուն կլինի, մի քիչ շատ։ Այո, կլինի, բա իհարկե կլինի։ Առանց հասկանալի աշուն է հիմա, որովհետև բայց առանց դրա չի լինի, իհարկե գալու են գեղեցիկ, այն որ գժվում ես ուզում ես թռչել այդ օդից եւ կանաչից, այսպես ձեռքերդ պարզել դեպի երկինք ու վազել։ Երբեմն անկեղծ եմ ասում, այնպեսի ինձ մոտ այդպեսի ցանկություն է լինում, ուղղակի դուրս գալ, այս անձրևի տակ վազել, չգիտեմ ինչ այդպեսի ցանկություն է։ Եթե ցանկությունը կա, պետք է իրագործել։ Պետք է իրագործել։ Սա էլ կավարտվի, անձրևներն էլ կդադարեն, իհարկե, բա գարուն է իր գործը անում է մինչև վերջ փորձում է դերի մեջ մնալ, բայց հուսանք այո, վաղվանից շատ լավ է լինելու ամեն բան։ Եվ քանի որ օդից խոսեցիր, դա գոնե չենք կարող չփաստել, որ այս 4-5 օր, 5 օրյա անձրևներից հետո օդը շատ մաքուր է։ Եվ բնապատկերները շատ այսպես պարզ են, մասիսը շատ այսպես երբ անձրևը վերջանում է, շատ լավ երևում է եւ հասկանում ես, որ տամ երկուսը, շնորհակալ եմ, երկուսը, որ անձրևը իրոք մեզ պետք էր։ Մերսի։ Այո, իհարկե պետք է, եւ մեր բնությանն է պետք, եւ մեր, չգիտեմ, այն բերք ու բարիքին, որը շուտով վայելելու է։ Վիրահատական աշխատանքի է նման է, ճիշտ է, նման է, բայց դե արդյունքը լավը կլինի։ Եվ քանի որ լավ արդյունքից խոսեցիր, ես հիշեցի Էլոլայի պանիրների մասին, որոնք շատ տարբեր տեսակի են եւ սիրելի հեռուստադիտողներ յուրաքանչյուր կգտնեք ձեր սիրելին, որովհետեւ իրենք ունեն մեծ տեսականի եւ շարունակում են համալրել, հիմա էլ բաստուր մայով եւ սուլուգունի պանիրը համադրել են եւ միասին ստացել են շատ համեղ պանիրի տեսակ։ Իդեպ այս ապրանքանիշ առանձնանում է նաեւ անարատկաթից պատրաստված կատնամթերքով, ահա մի փոքրիկ հատված կրկին մեր տաղավարի զամբյուղիկով դուք տեսնում եք մեր էկրանին, նաեւ ունեն յուղ, պսկաթան, այնպես որ անարատկաթից պատրաստված ամեն ինչ կա այս ապրանքատեսականիում եւ ինչն է կարեւոր, որ ոչ մի հավելումներ իրոք իրենք չեն անում, այնպես որ եթե ցանկանում եք իրոք անարատ մաքուր կատնամթերք ձեռք բերել, անպայման նախընտրեք Էլոլա։ Համաձայն եմ, շատ համեղ է եւ իհարկե նշենք, որ նաեւ մեր հայրենակիցները դրսում Ամերիկահայ, այո, մեր ընկերները, բարեկամները կարող են ձեռք բերել եւ հայրենիքի համն ու հոտը զգալ նաեւ օվկիանոսից այն կողմ։ Շատ բարի։ Եվ իմիջիայլոց կարելի այս համեղ ուտեստի հետ ցանկության դեպքում, եթե կցանկանաք, սիրելիներս, ամենավերջում, երբ տապակվեց կոտլետները, կարող եք մի փոքր պանիր էլ, ինչու ոչ, վրան այսպես դնել եւ հալեցնել, դա էլ շատ ճոխ համեղ է ստացվում, այնպես որ պանիրը յուրաքանչյուր ուտեստի հետ շատ համահունչ է պանիրը, այնպես որ կարող եք դա էլ կիրառել։ Եվ իհարկե ինձ համար ընդհանրապես կարևոր չէ, որ վաղ առավոտ է, եթե Ադրինեն պատրաստում է օրվա բաղադրատոմսը, առաջին բանը, որի մտքին գալիս է, պետք է այդ բաղադրատոմսի, պատրաստի բաղադրատոմսի հետ առանձնացնել Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող գինիներից, որևէ մեկը կապ չունի, կլինի կարմիր, չոր, կիսաքաղցր, ռոզե, թե սպիտակ, կընտրենք օրվա բաղադրատոմսին հարմար յուրաքանչյուր առավոտ, բայց որ պետք է առանձնացնել, դա հաստատ է, որովհետև այս գինու գործարանի առաջարկած գինիները անմահական են, հայտնի են Հայաստանի Հանրապետությունում եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եւ միջազգային շուկայում եւս շատ սիրելի են։ Նաեւ գինու գործարանը առանձնանում է պահածոների եւ հյութերի լայն տեսականիով, որոնք էլ տնական համի ու հոտի մասին են հիշեցնում, այնպես որ էլի բարձրորակ արտադրանք լավագույնը ոլորտում կարող եք ձեռք բերել եւ վայելել։ Շատ ճիշտ է, ամեն ինչ ասված է, սիրելիներս, իսկապես
փորձեք եւ վայելել։ Եվ իհարկե այս շատ համեղ կոտլետների կողքին կարծում եմ շատ հարմար կլինի թթվի տեսականին։ Մենք բոլորս շատ սիրում ենք։ Եվ եղանակին համահունչ։ Այո, եւ եղանակին շատ համահունչ, ես համամիտ եմ քեզ հետ։ Դեռ ոնց որ թե այդ թթվի կարիքը զգում ենք, մենք եղանակի հետ կապված, այնպես որ կարող եք վայելել։ Մանյա թե ես ավարտին եմ մոտենում, այո, մի քանի այսպես կոտլետներ էլ կպատրաստենք եւ կտեղափոխենք այն ջեռոց։ Սիրելիներս, կարծում եմ պատրաստման եղանակը շատ հեշտ է։ Ահա, Հայկը ինչ որ բան է ասում։ Այո, իմ ականջի մեջ խոսում է Մշացիելի ռեժիսորը եւ ես մինչ այդ ուզում եմ իհարկե հարցնել օրվա բաղադրատոմսի գինը, որովհետեւ տեսնում եմ, որ այնքան շատ է ստացվում արդյունքում, որ ամբողջ հեռուստաընկերության անձնակազմով կարող ենք նախաճաշել այս առավոտ։ Ես կքաշվեմ գինը ասել, որովհետև միշտ փորձում եմ ամենա ուրեմն հարմարավետ տարբերակները առաջարկել մեր հեռուստադիտողին։ Իհարկե մինչև մոտավոր 1000 դրամ է կազմել։ Իրոք? Այո, իրոք, անկեղծ 1000 դրամ է, որովհետև մի քանի կտոր հավի կրծքամիս եթե ձեռք բերես եւ աղաս այն, այնուհետև հավելումները երբ ավելացնում է, բավականին զանգվածը մեծանում է, դրա համար կարելի է շատ հավատացեք, կարելի է, ճիշտ է, ես մի փոքր այն որ բողոքի գիրքը կարելի է բացել, հավատում, մի տեսակ չես հավատում, ես էլ չեմ հավատում, 1000 դրամով 2 կամ մաքսիմում 3 կոտլետը կարող ես վերցնել ռեստորանում, ենթադրում, կնայես 3000 դրամով, այո, 1000 դրամով, չէ՞, իսկ 1000 դրամով այսպես եթե ինչ որ, չգիտեմ, սենդվիչի տարբերակ նախընտրես եւ այլն, 1 կոտլետ կլինի ներսում եւ ոչ թե 2 4 6 8 մոտ 10 կոտլետ ստացվում է։ Դե գիտես, հենց ֆենոմենը կանում է նրանում, երբ դու բնականաբար դրսում ես սնվում, չի կարող դա մատչելի լինի, իսկ տան պայմաններում կարող ես ամենաչնչին բանից դու ստանալ ամենահագեցնող եւ ճոխ ուտեստը, եւ այս պարագայում էլ մենք փորձում ենք շատ տնական տարբերակներ առաջարկել մեր հեռուստադիտողին, որպեսզի այն որ ասում եմ մի տնից չենք, բայց մի հալից ենք, այսպես ասած, եւ փորձում ենք ամենամատչելի տարբերակներով, ամենաքիչ հարմարավետ տարբերակներով ստանալ օրվա բաղադրատոմսը։ Ասեմ, որ քանի որ հավի կրծքամիս է, բնականաբար մի փոքր մատչելի է ստացվում կերակուրը, բայց եթե այո, եթե սիրելի թռչնամիսն ճիշտ է, ես էլ եմ շատ սիրում թռչնամիս, եթե փոխարինենք հորթի փափկամիսով, բնականաբար մի փոքր ավելի պետք է գումար ծախսենք, բայց ինչ եմ ուզում ասել, մի քանի կտոր հավի կրծքամսով երբ պատրաստում ես եւ ստանում ես այս քանակի համեղ որակով, այսինքն գնի մեջ չէ, արժեքի մեջ չէ իմաստը, որ օրինակ ստացվեց այնպես, եթե մատչելի է, ուրեմն վատն է, ոչ, դա ամենևին այդպես չէ, սիրելիներս, կարելի է մատչելի, բայց շատ համեղ եւ որակով, որից այո, բան ստանալ։ Ճիշտ է, ես կհասկանամ հեռուստադիտողին, եթե ասի, որ բայց հիմա գները տեսել եք, ինչ է ամեն ինչի արժեքը եւ որքան բարդ է ստացվել ընտանեկան զամբյուղը հավաքել օրվա զամբյուղը, որը վերաբերում է հենց ծննդին։ Իհարկե շատ դժվար է, ես ինքս տանտիկին եմ եւ այդ գնումները կատարելիս հասկանում եմ, որքան բարդ է ամեն բան։ Բայց դե տանտիկինների եւ հայ տանտիկինների հմտությունը կայանում է հենց դրանում, որ կարողանում են մի փոքր այստեղից, այնտեղից հավաքել, մի հավաքական մի բան ստանալ, որը կգոհացնի բոլորին։ Եվ թե շատ եմ խոսում, Մաշացիելի ռեժիսորը Հայկը անհանգիստ է եւ ասում է դրեք ջեռոցը արդեն, որպեսզի հասցնի եփի։ Նույնիսկ եթե Հայկը հուշումներ չանի, ես հերվից հեռու, ասենց բիոտոկերով ազգում եմ նրա մտքերը եւ նրա, այո, հետագա ուրեմն ես միշտ պատրաստ եմ փոխանցելու նաեւ այո շնորհակալ եմ իհարկե մեզ բան չմնաց անելու իմիջիալոց շատ արագ է եփվելու քանի որ հավի կրծքամիս է եւ ջեռոցում ենք այն եփելու շատ արագ կեփվի մեզ 15 րոպեն լրիվ բավարար մենք հիմա կունենանք կարճատև դադար այդ ընթացքում իհարկե կվերջացնենք կոտլետները կտեղափոխենք ջեռոց հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ անդրադառնում ենք օրվա խորհրդին։ Աշխարհում տարին 1 անգամ մայիսի 15-ին ուշադրության կենտրոնում է հայտնվում ընտանիքը։ Այսօրը եւս 1 անգամ կարեւորվում է ընտանիքի անփոխարինելի դերը ցանկացած մարդու կյանքում։
ընտանիքի օրվա արդիվ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք մի ընտանիքի, որտեղ բոլորը դերասաններ են։ Այո, մեր հյուրերն են Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Հայաստանի Հանրության վաստակավոր արտիստ Սամվել Խաչատրյանը, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասանուհի Նատալիա Խաչատրյանը եւ Գյումրու տեխնիկային թատրոնի դերասանուհի Մալվինա Ղազարյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ո՞նց եք։ Լավ ենք, շնորհակալ։ Լավ տրամադրություն կա, այսօր ընտանիքի օրն է։ Պատկերացրեք, չգիտեինք։ Մեր համար ամեն օր ընտանիքի օր է։ Այդ դրա համար չգիտեք, որովհետև ամեն օր չգիտենք, չենք առանձնացնում։ Լավ, եկեք մի քիչ հետ գնանք։ Քանի տարի ամուսնացած եք։ Դու պատմի էլի։ Ես որ պատմեմ չի համաձայնվի այդպես։ Ինքը 16 տարեկան էր, որ ես իրան տարածում։ Միշտ փոխում եմ այդ թիվը, ասում եմ 14 էր։ Այ Սամվել, ախր ես 16 էի հաշվում անում։ 16.5 էս այդ ամիսներով, որովհետև անհարմար եմ զգում, որ այդպես է ստացվել, բայց դե ստացվել է այն ինչ որ ստացվել է։ Այս տարի մեր հոբելյանական է, մեր ամուսնության 45-ամյակն է։ Եվ մենք ճիշտն ասած իմ վաղեմի երազանքն է, որ մենք պսակվենք եկեղեցում, եթե ստացվի այս տարի ուզում ենք անպայման այդ իմ երազանքը կատարածենք։ Կլինի, չէ՞։ Գիտեք ինչ, որովհետև անընդհատ հետ ենք գցում 40-ամյակին, 35-ամյակին, բայց հիմա ոնց որ եկել ենք երկուսս էլ համաձայն ենք։ Մի հատ ժամանակ ա գալ, երբ որ արդեն ծնողների երազանքը իրականացնում են երեխաները։ Այնպես որ ես դիմում եմ նաև Մանվելին Խաչատրյան, որ իմ բոլորը շատ լավ են ճանաչում։ TV-ին գիտե վերջերս Մանվելը մեր հյուրն է։ Իրականացրեք։ Մանվելի հետ խոստանում եմ։ Այո, քույր եւ եղբայր իրականացրեք ծնողների երազանքը։ Բոլորովին ժամանակ չունի։ Եթե չեք իրականացնի, մենք կանենք։ Վերջացավ։ Եվ Մանվելը եւ մեզ հյուրեր, ինքը շատ հետաքրքիր բան ասաց, որ դուք դերասաններ եք եւ իր համար ամուր ընտանիքի առաջին օրինակն եք եւ ինձ հետաքրքիր է որն է գաղտնիքը ամուր ընտանիք ունենալու 45 տարի միասին ապրելու Չկրկնվելու համար ինչ ասեմ հիմա որ ասեմ սերն է ամենակարևորը եթե սերը կա ուրեմն այո ամուր կլինի ընտանիքը իրար զիջելու խնդիր կա այնտեղ Բայց գլխավորը իհարկե սերն է, որ պահում է։ Իսկ ով առաջինը։ Սկզբից ներողություն, սկզբից շատ դժվար է, հետո կամաց դառնում է սովորական այդ կյանքը։ Իսկ ով առաջինս այլ խոստովանեց։ Բայց խոստովանել ենք որ։ Ինքան հերոյ է այդ ժամանակները, որ կարծես թե չեմ հիշում ճիշտ ասած։ Ինքնաբերաբար ստացվեց Մենք էլ թատերական խմբում ենք ծանոթացել, ասեմ, որ այնտեղից է դեռ գալիս մեր դերասաններից մեկը, Ռազմիկ Բադալյանը թատերական խումբ ուներ, ես հաճախում էի, Սամվելը բանակից վերադարձավ, շատ գեղեցիկ տղա եւ ոչ պակաս գեղեցիկ էր ես էի։ Այդպես իրար հետ իրար տեսանք, սկսեցինք շփվել եւ հետո Չեմ հիշում, որ խելագարի նման սիրում էինք իրար։ Մի հատ գաղտնիք բացեմ։ Նատալյան ռուսի մաթորով գյումրեցի է, ինքը ռուս է։ Հա, ես բացարձակ ռուս եմ։ Բացարձակապես։ Ու երևի թե միակ ռուս կին դերասանուհին է, որ հայ դրամատիկ թատրոնի դերասանուհի է։ Հա, երևի չեմ հիշում։ նման դեպք, որ ռուս դերասանուհի Դե եղել են երևի, ուղղակի միծիսներ են եղել, ինչ որ մի ջուղ է եղել է հայկական։ Մալվինա, ծնողների ստեղծած կազմած ընտանիքը, կարծում եմ մոդելն է, որն այսօր արդեն կարող եք գործածել այդ փորձը նաև երիտասարդ ընտանիքները կայացնելու համար։ Մենք գործածել ենք ես եւ եղբայրս, երկուսս էլ ունենք լավ կայացած ընտանիք։ Երևի լավ, կուզենայի, որ ուրիշները գնահատական տան, բայց փորձում ենք ամեն ինչ անել, որ չզիջենք։ Եվ ծնվելով դերասանների ընտանիքում այլ ուղղության գնալու տարբերակ չկար, հենց սկզբից
նախասիրությունները, սերը եղել է թատրոնի նկատմամբ։ Հենց ի սկզբանե այնպես է եղել, որ ես կուլիսներում եմ մեծացել, Մանվելը միշտ իրան հեռու պահում էր, բայց ես չէ։ Ես 9 տարեկանից խաղացել եմ թատրոնում, դրամատիկում եմ եղել։ Հիմա 4 տարի է ինչ տեխնիկային թատրոնում եմ։ Ես ինձ չեմ պատկերացնում այլ բնակավարում, ընդհանրապես չեմ պատկերացնում։ Միասին բեմում խաղում եք եւ նույնքան համերաշխեք ոնց ընտանիք։ Հա։ Միասին խաղում ենք, ամուսիններ ենք խաղում։ Բացարձակապես համերաշխ չենք։ Բայց կան, ստեղծագործական պահերում լինում է, որ ունենք ռազմակլասյաներ, բայց թե գալիս ենք ի վերջո մի հասկանում ենք իրար։ Ես հաս չեմ թատրոնում, խոսող եմ անընդհատ, բայց հենց կինս կողքից ասում է թե լավ կամաց բան, այդ արդեն ինձ ունից անում է։ Կան, այդ նման բաներ կան։ Այն ժամանակ մուշեղիչն էլ ասում էր ընտանեկան ինտրիգաները չբերեք շատ մեղմ էլի։ Մեր մոտ հյուրեր ասեց, որ մի օր արթնացավ, եկավ սենյակ ծնողների ու ասեց ես գնում եմ, վերջ։ Ասեց ամենածանրը պապան տարավ, մաման հասկացավ ինչ եմ ասում ու այսպես հետո եկա քաղաք ու այստեղ արդեն կայացրեցի ճակատագրի շարունակությունը։ Ոնց համաձայնվեցիք այդ մտքի հետ։ Ուրեմն հնարավորինս մենք հեռու ենք ողել Մանվելին թատրոնից։ Ինքն էլ չէր սիրում։ Մեր տանը որ հավաքվում էին դերասաններ Երևանից թե Գյումրիից, միշտ հավաքվել ենք մեր տանը, ինքը թողնում գնում էր, չէր սիրում։ Մեզ էլ չէր սիրում այդ ամեն ինչի մեջ։ Ասում ենք լավ է, այս մեկը երևի փստա էլի։ Մի օր եկան թե Սամվել կլնի Մանվելը մի հատ ինստիտուտում դեր խաղա էլի, ես տեսակ դեր կա, ասի Մանվելը, ասին հա խնդրում ենք էլի, ասի ախպեր Մանվելը ուր, դերը ուր, թատրոնը ուր, այդ դերը խաղաց, ուրեմն փոխանակ այդ ավարտական քննություններ էլի այդ ներկայացումը, փոխանակ գովեն այդ ավարտողներին, գովում են Մանվելին։ Ես էլ եկա նայեցի, շշմեցի, տեսանք, որ իրոք այդ մարդուն հնարավոր չէ հետ պահել, ինքն էլ հասկացա, որ այս ինչ բան է, թատրոնը լավ բան է, հաստորեն։ Բայց թե ասել, որ Մանվելը բոլորովին հեռու էր արվեստից, չենք կարող, որովհետև Մանվելը փոքրուց երգել է, նույնիսկ եկեղեցում է երգել, տղաների խորում, փոքր ժամանակ, եւ մեր տանը, երբ որ Մանվելը հետաքրքիր բան էր, երբ որ Մանվելը ինստիտուտ ընդունվեց, իրեն որ հարցնում էին թե այս դասախոսությունը բան, հետո պատմում էր, ասում էր ես այդ ամեն ինչը գիտեի։ Փաստորեն այն ինչը որ պիտի ինքը սովորեր ինստիտուտում, իր պատսազնանիայի մեջ երևի մենք տանը երևի թե այդպես ապրել ենք, մեր կենսակերպն է եղել։ Այդ նույնը ինձ հետ էլ է եղել, ուրեմն այդ թատերական խումբ որ գնացել եմ, ինչ դերեր որ խաղացել եմ, հետո թատրոնում եմ խաղացել, հետո նոր եմ կարդացել Ստանիսլավսկի ու մտածել եմ, որ փաստորեն ես արել եմ այն, ինչ որ այս մարդը գրել է, էլի։ Առանց իմանալու եմ արել ու ասածս ինչ է, որ հնարավորինս մարդը պիտի այդ ամեն ինչը իր մեջը լինի, որ կարողանա, եթե չլինի ու կարդա Ստանիսլավսկի, ոչ մեկը եւ ոչ մի բան չի փրկի իրան։ Հիմա այս առաջարկում մի քիչ թատրոնից դուրս գանք ձեր տուն, հա? Ինձ հետաքրքիր է, այսպեսի բան կա, կարծրատիպ կա։ Աղջիկները պապաների հետ են ընկերություն անում, տղաները մամաների հետ են ընկերություն անում միշտ։ Այդպես է։ Մալվինա, այ քանի որ հիմա դու ես այստեղ Մանվելը այսօր մեր հյուրը չի, ուզենք հասկանանք, երբ որ ինչ որ բան կա, որ քեզ հուզում է, առաջինը պապայի հետ ես կիսվում, թե մամայի։ Ոնց որ թե պապայի։ Հա, ես զգացել եմ, որ ես ավելի շատ կապված եմ պապայի հետ, Մանվելը ավելի մամայի։ Ահա, այսինքն է ճիշտ է։ Օրենք աշխատում։ Ընդհանրապես մաման ու պապան այնքան միասին են, իրանք այնքան միաձուլված են, որ այդքան մեծ չի մեր մոտ իրենց տարբերությունը։ Ուղղակի շատ ուրիշ ձև իմ մեջ դրված է դեպի պապան սերը, երևի Մանվելի մոտ էլ դեպի մաման։ Ու այդ եթերներից եմ զգացել ավելի շատ Մանվելի։ Շատ ներողություն, իդեալական չներկայացնենք մեր ընտանիքը։ Վեճերել են լինում,
Ամեն բան կա։ Որն ամենամեծ թեման վեճերի։ Վեճերի որ ես 45 տարվա մեջ համաձայնության չեք գալի։ Շուկա։ Մաման ու պապան միասին երբեք չպետք է գնան շուկա։ Ես որ մտա շուկա, ամենա իրան պետք չի, սա պիտի հարցնի, պիտի տնտղի։ Իսկ Սամվելը հերվից տեսնում է։ Բանա, այն դեմքով կինկա, չէ, գյուղից եկել է, որ վաճառի, հարցնում է դրանը չի առնում, կողքինին է առնում ու վեճը ասում եմ, որ հարցրիր առելի այդ խեղճկնոջ գազարը գիտեք, Սամվելը հերվից տեսնում է իրան ինչ-որ պետք է և ոչ միայն շուկայում, նույնիսկ խանութ, եթե ինչ-որ շոր ենք գնում, Սամվելը հերվից տեսնում է, ասում է, էդ իմն է, ինքը չի էլ հարցնում ինչ արժի։ Վարնում եմ ամենալավը։ Քան իրա տնտղած։ Չէ, ես էլ եմ լավ առնում, բայց ես պետք է ամփոփեմ, գնամ պտտվեմ, հետո ամփոփեմ, մտածեմ։ Երևի։ Իսկ երբ երեխաներին ամուսնացնում եք, ինձ հետաքրքիր է խորհուրդ տալու կարիք եղել է, թե սեփական ընտանիքի օրինակը արդեն իրենց համար խորհրդի նման է։ Բա ես ինձ այնքան մեղավոր եմ զգում։ Այդ հարցը շատ ծանր հարց է ինձ համար, որովհետև երբ որ Մալվինային ամուսնացրինք, Մալվինան դե առաջին ամուսնացավ։ Ես խորհուրդ չեմ տվել իրեն։ Ու հետո երբ որ արդեն տարիներ հետո մտածեցի, ինչու չասեցի, ախր ինչպես պահել իրեն տանը։ Չեմ տվել։ Մեղավոր եմ։ Բայց ես կարծում եմ տանիքը ինչի խանգարել։ Երևի անձնական օրինակը հերիք է։ Մալվինան գնացել ես ինչ արել։ Չէ, ինքը իրեն շատ լավ դրսևորեց երևի, բայց չեմ տվել խորհուրդ։ Իսկ Մանվելը կայուն մարդ էր արդեն 28 տարեկան, Լուսինեն էլ արդեն բավականին տարիք ուներ 25 տարեկան էր, իրանք Մանվելը փոքրուց մեծ էր։ Ներողություն։ Այդ որ հարցրեցիք բարբարով խոսում եք, թե չէ իրար մեջ բարբարով ենք խոսում։ Մենք իրար մեջ բարբարով ենք խոսում, բայց այդ բարբարով խոսելու ընթացքում այն տեսակ մի հատ բառ կասի, որը ոչ գյումրեցին է այդ բառը օգտագործում հայերը, ոչ էլ երևանցիները, Հայաստանում չեն պրպտել գտել է ու այդ բառը օգտագործում են։ Շատ հետաքրքիր։ Շշմում ենք թե այդ բառը որտեղից հորինեցին։ Ունի է տեսակ բառ։ Արթուրը Հակոբյան, որ գալիս է մեր ընկերը դերասան, որ գալիս էր ասում է Սամ նոր ռեկորդ չի դրե հեշտատաշը։ Հավաքում էր էլի դիրասան։ Այսօր երեխաներն արդեն ամուսնացել են, ամեն մեկն ունի իր ընտանիքը, հա։ Այսօր արդեն որ ասում են ժամանակն է ոչ թե մտածելու երեխաների մասին, այլ մտածելու միմյանց մասին։ Ոնց են սկսում առավոտները, ով է սուրճը պատրաստում։ Ես մի քիչ թամբալ եմ, որ խոստովան եմ։ Երևի այդ մեր ընտանիքի համար ասած չի, մենք երեխաների հետ փոքրանում ենք, թոռների հետ, հետո իրենց հետ մեծանում ենք, այս տարի մեր մեծ իրադարձություն է մեր մոտ, մեր Մալվինայի մեծ աղջիկը ավարտում է 12-րդ դասարանը, մենք պատրաստվում ենք ամբողջ ընտանիքով վերջի զանգին։ Լուրջ։ Այո։ Մենք ասենք Մալվինան նոր երեխա է ունեցել։ Օրիորդ է մեր աղջիկը, որը որ մենք էլ ինչպես որ Մալվինայի ժամանակ, Մանվելի ժամանակ ընդգրկված ենք այդ սցենարների մեջ, այդ բեմադրությունների մեջ, զարպիսների եւ այլն եւ մեր մոտ շատ հետաքրքիր փուլ է։ Դե ընդամենը մի քանի օրից է, չէ՞, վերջին 23-ին։ Գիշերները չենք քնում, եկես մյուսից արթնացնում ենք, ասում ենք ես այս բանը մտածեցի, բանը։ Ամբողջ ընտանիքով շատ լավ է, սա նույնպես հենց այդ ջերմության, սիրո եւ ամրության մասին։ Ասում ենք շնորհավորել ձեզ եւս մեկ անգամ։ Նվիրել սափոր, Իջևանի սափոր սպիտակ չորգինի, որպեսզի այ ընտանիքով հավաքվեք ու նշեք ընտանիքի օրը ու այդ ջերմությունն ու սերը տարածեք եւ էմոցիաներ ենք ուզում ձեզ նվիրել, որտեղ այսօր շատ էմոցիաներ նվիրեցիք։ Արև բացիկները, ես հատուկ եմ ընտրել այս բացիկները ձեզ համար, երեքի հենց։ Ձեզ ուզում եմ նվիրել մի բացիկ, որը հաստատ համոզված եմ, որ հենց այդպես էլ յուրաքանչյուր առավոտ ձեր կնոջը կասեք, աչքերդ բացես ու ծաղիկներ տեսնես, չիմանաս թե ով եմ եղել ես, թաթայի երկով։
ձեզ էլ նվիրեմ այն երկի բառերը, որը հաստատ դուք ասում եք ձեր ամուսնուն, ուր որ գնաս հետդ կգամ, հենց որ կանչես մոտդ կգամ։ Իսկ սա նվիրում եմ ձեզ Մալվինա, որպեսզի համոզված եմ, որ այդ մեծ սերը, որ կա նաև ձեր այս հրաշալի ընտանիքում, որը դա կասեք յուրաքանչյուր ձեր ամուսնուն, իմ սերը քեզ թևեր թող տա, Անդրեի երկի բառերն են։ Շատ շնորհակալ։ Այս բացիկները ձեզ ու շնորհակալություն, որ եկաք։ Մենք եք շնորհակալ, որ հրավիրեցիք, մեզ շատ հաճելի էր։ Շնորհակալություն ձեզ։ Ողջունել նաև Մանվելին եւ իր ընտանիքին շնորհավորում ենք այս գեղեցիկ ու հրաշալի օրվակապակցությամբ։ Իսկ մենք հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Եվս մեկ անգամ բարի առավոտ իմ թանկագին ժողովուրդ, ընտանիքներ, այսօր հավաքվեք միասին սեղան նստեք, մի համեղ բան պատրաստեք ու միասին վայելեք, սիրելիներս, ես այսօր առաջարկել եմ նմանատիպ մի բաղադրատոմս, որը հենց կհամախմբի բոլորիս մի գեղեցիկ համեղ սեղանի շուրջ։ Այսօր կոտլետներ ենք պատրաստել, որոնք եվում են արդեն ջեռոցում, բայց մինչ այդ ցանկացա պարզապես առաջարկ ալնել նաև մենք այստեղ ունենք պահածոացված խորոված բանջարեղեն, ես այն տաքացրեցի մեր թավայի մեջ եւ հիմա ուզում եմ ավելացնել այս մատուցող ամանի մեջ եւ իհարկե կոտլետի կողքին մատուցել այն։ Ահա։ Հենց այսպես ուղակի կլցնեմ մեր ուրեմն ամանի մեջ եւ իհարկե կոտլետները կտեղադրենք հենց այս խորոված բանջարեղենի վրա։ Ես բերեմ կոտլետները ջեռոցից։ Ահա այսպիսի տեսք ունեն մեր կոտլետները, փորձենք տեղադրել այն մեր բանջարեղենի վրա եւ իհարկե մատուցել։ Այսպես։ Ձեզ բարի ախորժակ եմ մաղթում, սիրելիներս, լավ եղեք, ձեզ հետևեք ձեր առողջությանը, ձեր սննդակարգին եւ իհարկե ընտանիքի անդամների հետ վայելեք օրը։ Ահա այսպիսինն էր այսօրվա առաջարկը, սիրելիներս, ես ձեզ շատ եմ սիրում, մաղթում եմ բարձր տրամադրություն, կհանդիպենք։ Շնորհակալություն Ադրինե, այս համեղությունը պատրաստելու համար միանշանակ քիչ հետո բոլորս միասին կճաշակենք, իսկ չենք մոռանա ավելացնել նաև համեղ կոմպոտները, որ ներկայացնում է Իջևանի գինու գործարանը։ Պահածոներ, կոմպոտներ, գինիներ, լայն ու հրաշալի տեսականի, որ ողջ օրվա ընթացքում կարող է ուղեկցել ձեզ, իսկ երեկոն ավարտեք արդեն բրիզ ռոզե փրփրուն գինու հետ միասին, որը կամբողջացնի ընտանիքի գեղեցիկ տոնը։ Եվ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատ պատրաստված կաթնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Մայիսի 23-ին եւ 24-ին արդեն վերջին զանգի տոնը կլինի եւ վերջին զանգը կհնչի շատ շրջանավարտների համար։ Հենց այս բացիկները, որոնք արև բացիկները նախատեսված են այդ տոնի համար եւ իհարկե ներկայացված են հենց տոնի խորհրդով։ Թաթա Սիմոնյանի վերջին զանգ երգն է այս բացիկների վրա եւ բնականաբար նաեւ հենց այստեղ մեջտեղի հատվածում կա հնարավորություն գրել ձեր բարեմաղթանքը, իսկ ետևի հատվածում QR կոդն է, որին պարզապես մոտեցնելով հեռախոսը կարող եք վայելել հենց Թաթա Սիմոնյանի երգը։ Բացիկները հարցրեք Կայզեր սուպերմարկետում, քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում եւ իհարկե Արև Քարտ Instagram-ի էջում, որտեղ եւ կպատասխանենք ձեր բոլոր հարցերին։ Ձեր լավագույն առիթներն էլ վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետև իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Եվ միանշանակ չմոռանաք նաեւ Master Right Barber Shop-ը, որը պատրաստ է միշտ իր տանիքի ներքո հավաքել բոլորին եւ իհարկե նվիրել արագ գեղեցիկի տրամադրությունը։ Master Right-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում, որտեղ միշտ ուրախ են տեսնել բոլորին։ Ոճային եւ տարբերվող էլ կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի երկու հասցե՝ Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ձեռք բերեք գարնանային տեսականուց ձեր նախընտրելի լուքը եւ այնտեղ ի դեպ գործում են մեծ զեղչեր։ Դե չմոռանանք, որ մենք էլ միշտ յուրաքանչյուր առավոտ, աշխատանքային առավոտ պատրաստ ենք գալ այստեղ տաղավար ու ողջունել ձեզ բոլորին եւ մաղթել արևոտ հրաշալի տրամադրություն։ Խոստացված արևը արդեն իսկ վաղվանից ավելի շատ կփայլի բոլորիս համար, իսկ մենք չենք շարունակի ջանք խնայել, որպեսզի մեր եթերները լինեն առավել արևոտ ձեզ համար։ Կհանդիպենք վաղը առավոտյան նույն ժամին, նույն տեղում եւ վերջում չենք մոռանում, որ այս ամենը սիրելի հեռուստադիտողներ պատրաստված էր մեծ սիրով։